Տերհուսիկ, Այո, հարցեր ունեմ քեզ։ Նորմալ է, երբ պահքի ընթացքում մենակ կերակուրիի մասին ենք մտածում։ նորմալ չի։ Նորմալ է, որ ասում են Կիրակին պահքի ընթացքում կարելի է խախտել եւ պահք չպահել։ Նորմալ չի։ Նորմալ է, որ պահքը միջին օրը խախտենք, տոնենք։ Ոչ նորմալ չի, եթե ամբողջական պահքը պահում ենք մինչև վերջ։ Նորմալ է, պահքը պահել միայն առաջին եւ վերջի շաբաթը։ Նորմալ է նրանց համար, ովքեր սկսնակ են կամ խնդիր ունեն ամբողջը պահելու համար, նորմալ է, բայց փորձառու պահեցողների համար նորմալ է ամբողջական պահելն է։ Նորմալ է պահ պահել եւ խուսափել խնդիրներից։ Նորմալ է ավելի։ Նորմալ է պահքի ընթացքում աստվածաշունչ կարդալը։ Իհարկե նորմալ է։ Նորմալ է մարդկանց հետ ճշնամություն անելը, հավի միշտ ուտելը եւ մարդուն հետ ուտելը։ Ոչ մեկը ոչ մյուսը նորմալ չէ։ Նորմալ է պահքի ընթացքում զուտ ուտելը։ Նորմալ չի։ Նորմալ է, որ մարդիկ պահքը ասոցացնում են տխուր լինելու հետ։ Բնավ նորմալ չէ։ Հոգևոր ուրախություն է պահքը։ Նորմալ է օրերը հաշվել, թե երբ պետք է պահքն ավարտի։ Նորմալ չէ։ Նորմալ է ամեն Կիրակի պատարագին մասնակցելը։ Այո, նորմալ է եւ շատ ցանկալի է։ Նորմալ է, որ մանավանդ պահքի օրերին մարդիկ ճանում են հոգևոր միջավայր։ Նորմալ է։ Նորմալ է, որ 48 օր հետո մոռանում են այս հոգևոր կյանքի մասին։ Նորմալ չէ։ Նորմալ է պահքի մասին ամեն անգամ նույն հարցը տալը։ Նորմալ է, բավական պիտի տան, որ իմանան։ Դե դեպքում ես այս հարցը տամ 6755-րդ անգամ։ Նորմալ է պահքի ընթացքում եղել ուտելը։ Նորմալ է, կերեք անուշ լինի։ Շնորհակալություն։ Սիրելի հետևորդներ, եթե դուք ել ունեք հարցեր եւ հավանեցիք ֆորմատը, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում կամ կարող եք անձնական նամակով ինձ փոխանցել ձեր հարցերը եւ մենք կնկարենք երկրորդ եւ եթե շատ հարցեր լինեն, անգամ երրորդ մաս։ Շնորհակալություն եւ բարի օր բոլորին։